Հանրապետության բոլոր մարզերում հարցումներ են իրականացնում մենք, մեր գործընկեր լրատվամիջոցները, սոցհարթակները, Երևանում բնակվողների խոսքին ծանոթ ենք, ուշագրավ է մարզերում բնակվողները, մեր քաղաքացիները ինչ վերաբերմունք ունեն, հաճախ ենք լսում, թե մարզերում դեռ խաբվածների թիվը շատ է, նիկոլականները շատ են, հարցումներից երևում է, որ կան անտարբերներ, որոնք հիասթափված են ամեն ինչից, պարզապես չեն ուզում խոսել, նրանք բոլորը վստահաբար իշխանությանը դեմ են, բայց կան նաև շատերը, համարյա բոլոր հարցումների մեջ նման մարդիկ կան, որ ասում են, ինչ գործ ունեմ, խոսեմ, գան ինձ էլ բռնեն, ով մի բան խոսում է, բռնում են, նրանք էլ են բնականաբար ընդդիմադիր, իդեպ, երբ այս իշխանություններին առաջ քննադատում էինք, հաճախ էին ասում, այ բա նախկինում ռիսկ կանեիք խոսել, հենց այսօր մարդիկ ռիսկ չեն անում խոսել, որովհետև վախենում են, որ մի կեղտոտություն կանեն իրենց դեմ, մի վատություն կանեն, այդ մակարդակն է որովհետև։ Հիմա անդրադառնամ նրանց, ովքեր չեն վախենում խոսել։ Նրանց տրվում է հետևյալ հարցը. մեզ ինչպիսի հատկանիշներով ղեկավար է պետք։ Գլխավոր պատասխաններն են՝ ուժեղ, պինդ, թշնամուց չվախեցող, ժողովրդի մասին մտածող, կոռուպցիա չանի, հողերը չտա։ Այսինքն սրանց լրիվ հակառակ պատկերը։ Բայց առաջին տեղում հետևյալ պատասխանն է, որ սուտ չխոսի։ Այդ մարդկանց ղեկավարի մասին պատկերացումներում Նիկոլը չի տեղավորվում ու ավելին, հենց նրան տեսնելով են ասում, որ մեզ այսպիսի հատկանիշներով ղեկավար է պետք, ոչ թե սրա նմանը, որը ոչ մի չափանիշով չի բռնում։ Բայց մի քանի պատասխան իրոք շատ ուշագրավ էր, ասում են ուզում եմ, որ իմ ղեկավարը լինի այնպիսին, որ ձեռք չառնեն, ձեռք առնելու մատերիալ ղեկավարը մեղք է պետությանը։